ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձություն էր, որը տեղի ունեցավ 1915-23 թվականներին։ Այս ընթացքում Օսմանյան իշխանությունները կազմակերպված կերպով իրականացրեցին հայ ժողովրդի զանգվածային տեղահանումներ եւ սպանություններ, որոնց հետևանքով զոհվեց շուրջ 1.5 միլիոն հայ։ Ցեղասպանությունը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին եւ հետագայում սպանվեցին հայ մտավորականներ եւ գործողություններ ձեռնարկել հրեաների դեմ։ Նա միտումնավոր կերպով որոշեց ստորացնել նրանց։ Նրա առաջին ձեռնարկած միջոցներից մեկը սա էր, ինչպես որոշել մարդը հրեա է, թե ոչ։ Ցանկացած ոք, որի ծնողները կամ ծնողների պապերն ու տատերը հրեա են, նա մեխանիկորեն հրեա է, անկախ նրանից այդ մարդը հետևում է հուդայական կրոնին թե ոչ։ Նրանք, ում տատն ու պապը հրեա են, համարվում են հրեա, միայն եթե նրանք ամուսնացած են հրեաների հետ կամ պահպանում են հրեաների հավատքն ու ավանդույթները։ Մնացած կիսահրեաները եւ նրանք, ում միայն պապիկը կամ տատիկն է հրեա, մտնում են մի դասակարգման մեջ, որը կոչվում է միշլինգ, կիսասերունդ։ Բոլոր կիսասերունդները եւ հրեաները ոչ արիացիներ էին։ Այս ցածր դասակարգման համակարգի ստեղծումը Հիտլերի հստակ թիրախ ապահովեց իր խտրականության միջոցառումների համար։ Գերմանիայի 1938 թվականի նոյեմբերի 15-ին հրեա եւ գնչու երեխաներին արգելվեց հաճախել հանրակրթական դպրոց։ Նրանց նաեւ արգելվեց մասնակցել այն նույն խմբակներին, հասարակական գործունեություններին, որոնց մասնակցում էին գերմանացի հրեա երեխաները։ Նույնիսկ հասարակական խաղադաշտերը սահմանափակվեցին նրանց համար, քանի որ Հիտլերը կլանված էր կենսաբանական գերարժեքության գաղափարով, գործի մեջ դրվեց արատավոր սերնդի կանխման օրենքը։ Ընթացքում 10 հազարավոր գերմանացի հրեաներ գնացքով արտաքսվեցին Լեհաստանի գետոներ կամ ԽՍՀՄ-ի քաղաքներ։ Սկսել էին հրեաների համատարած հավաքումները։ Այժմ պարզ էր Հիտլերի վերջնական լուծումը։ Նրա նպատակը ցեղասպանությունն էր։ Նա մտադիր էր ամբողջությամբ վերացնել Եվրոպայի հրեա բնակչությանը։ Թվականի ամռանը եւ աշնանը։ Գրավված Եվրոպայի բոլոր ծայրերում գտնվող բանտարկյալներին խցկեցին երկաթուղային բեռնատար գնացքներ եւ տեղափոխեցին ճամբարներ։ Տարեցներն ու հիվանդները հաճախ մահանում էին ճանապարհին։